2018 թվականի ապրիլ ամիսն էր, Երևանցի ընկերոջս հետ էի զրուցում, փողոցային շարժումն իր ակտիվ փուլում էր եւ մի այսպիսի բան ասաց։ Այսօրվա պես հիշում եմ, զարմացած, ասում է Արթուր, ես ինչ է կատարվում, թողմախի տղերքը փողոցներ են փակում։ 2018 թվականին Երևանում փողոցային շարժում է տեղի ունենում եւ թողմախի տղերքը փողոց են փակում։ Շարժման կողմից են հանդերձ գալիս։ Հեղափոխություն են իրականացնում ընդդեմ Սերժ Սարգսյանի, ընդդեմ հանրապետական կուսակցության, ընդդեմ ռեժիմի։ Մինչ այդ ապրիլի 12-ին 2018 թվականի ինձ հետ հանդիպման եկան, սրա մասին մի անգամ ասել եմ, Պետրոսյան Կարենը եւ Ղարիբը Հարությունյան, եթե չեմ սխալվում, ովքեր Գյումրիում առաջին փողոց փակողներն էին։ Եվ ես ասացի, որ սա ծայրից ծայր սկզբից մինչև վերջ իշխանությունների կողմից պատրաստած գործողություններ են, իշխանությունների կողմից։ Եվ ես չեմ մասնակցելու դրանց։ Ինչքան հիշում եմ, իրենք ինձ հետ հանդիպման էին եկել Միքայել arczepiskopos-ի մոտից։ Իրենք մասնակցեցին այդ ամենին, հետո բնականաբար պաշտոններ ստացավ, ու մի խոսքով։ Եվ ես հիշում եմ նաև առավոտյան, երբ ես գնում էի ինստիտուտ, իրենք փակել էին Գարեգին Նժդե փողոցը, գնացի, մի քանի հոգով էին փակել, մի քանի մեքենայով, գնացի փակեր, ոստիկանները կողքերը կանգնած եկա փակ, երկու հոգով փակել էին հսկայական մի փողոց։ Հələ գնացեք հիմա մի հատ փողոց փակեք, ու մի խոսքով։ Ասում է թողմախի մհերը վերադառնամ այդ զրույցին, փողոց են փակում։ Ասում է ճանաչում եմ այս մարդկանց, ճանաչում եմ, թե ինչեր են իրենք արել։ Գիտեմ ովքեր են։ Ուրեմն դրանից ընդամենը մեկ ամիս հետո Հայաստանի Հանրապետության հեղափոխական վարչապետը պիտի ազգային անվտանգության ծառայության սպայակազմին ներկայացներ Արթուր Վանեցյանին, ում հետ տարիներ հետո պիտի դաշինք կազմեր Սերժ Սարգսյանը եւ ասեր, որ վստահում է Արթուր Վանեցյանին օպերացիաներից մեկում ինքը իրեն պահել է շատ տղամարդավարի։ Արթուր Վանեցյանի մասին պիտի ասեր, երևի նկատի ունի ՊՊՑ գնդի գրավումը, երևի, սա արդեն ենթադրություն է։ Եվ այդ հանդիպման ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում էր Վանեցյանին որպես ԱԱՑ տնօրեն, այսինքն բանից պարզվեց Սերժի լյուբիմչիկներից մեկին նշանակում էր ԱԱՑ տնօրեն։ Պիտի ասեր մի հետաքրքիր ֆրազ Գեորգի Կուտոյանին, ով որոշ ժամանակ անց ինքնասպան եղավ, ըստ օֆիցիալ վերսիայի, պիտի ասեր շնորհակալություն եմ ուզում հայտնել ազգային անվտանգությանը Գեորգի Կուտոյանին փողոցային շարժման ժամանակ ընթացքում հնարավորինս անելու համար։ Հեղափոխություն է տեղի ունեցել, Նիկոլ Փաշինյանը շատ դեպքերում ասում է ճիշտ բաներ, բայց դա չի հասկացվում։ Ազգային անվտանգության ծառայությանը շնորհակալություն է հայտնում Նիկոլ Փաշինյանը։ Եվ նաև, ինչպես արդեն գիտենք, հեղափոխությանը մասնակցել են թողմախի տղերքը, փողոց են փակել, եւ շատ ու շատ այլ թաղերի, շատ ու շատ այլ մարդկանց, նախկին օդիոս դեմքերից մարդկանց շրջապատի ներկայացուցիչներ մասնակցել են այդ փողոցային ամեն ինչին։ Եվ այս շղարշը այդ իրադարձությունների հետ կապված ճշմարտության մասին չխոսելը, սորոսականներն են արել հեղափոխությունը,
աղանդավորներն են արել հեղափոխությունը, կգան մի հատ նկար կանեն եկեղեցում, կասեն տեսեք Փաշինյան Նիկոլի պատահարակներին մասնակցում է այսինչ աղանդի ղեկավարը, այսինչ կրոնական կազմակերպության ղեկավարը, այնինչ ազգային անվտանգության ծառայության սպաներից մեկն է։ Այսինքն այնինչ անում է ազգային անվտանգության ծառայությունը, կարելի է բարթել աղանդավորների, սորոսականների, կրոնական կազմակերպությունների, եւ այսպես շարունակ։ Եվրոպացիների, ռուսների վրա։ Հիմա ինչու եմ այս ամենը պատմում, հարգելի բարեկամներ։ Այս ամենը պատմում եմ, որովհետև վերջերս ծեծի է ենթարկվել հանրային գործիչ Միրան Հակոբյանը, ում հետ շատ հրաշալի հարաբերություններ եմ ես ունեցել, ազգային ժողովի նախկին պատգամավոր, բայց երևի մի 2-3 տարի է չեմ խոսել իր հետ։ Եվ ըստ հրապարակումների ծեծողները, այդ հանցագործությունը իրականացնողները եղել են այն նույն մարդիկ, ովքեր փողոց էին փակում, կամ այդ փողոց փակողների շրջապատից։ Որովհետև ինչ որ գրառում է արել Միրանը, կապում են դրա հետ, ազգային անվտանգության ծառայության ներկա տնօրենի վերաբերյալ։ Բայց այդ ինչպես է լինում, հարգելի բարեկամներ։ Ինչպես է լինում, որ հեղափոխություն է լինում եւ օդիոս հանցագործ ոչ մեկ, ոչ միայն չի պատժվում, ոչ միայն ներողություն չի խնդրում, այլ իրենց զգում են ավելի լավ։ Այդ ո՞նց է լինում։ Այս մասին այս ամենի հետ հաշտություն չունեցող ոչ հաշտ մարդիկ ժամանակը չէ խոսել, թե պիտի լռենք այնքան ժամանակ, դուք պիտի լռեք այնքան ժամանակ, մինչև ինչ, ձեզ սպանեն։ Ես վստահ եմ, որ Միրանը շատ լավ գիտի, թե ինչ է տեղի ունեցել 18 թվականին։ Ես վստահ եմ ովքեր են մարդկանց ընդհանրապես կարծիք հայտնելու համար մեր հեշտ, կնիկ, երեխա, ազգուտակ հայոյել եւ հայոյել տվել։ Դա էլ գիտի։ Գիտի։ Իր վրա հարձակման պատճառներն էլ, իրականացնողներն էլ ամեն բան գիտենք։ Մենք բոլորս էլ հարգելի բարեկամներ գտնվում ենք մեկ նավի մեջ եւ այն հանցագործությունները, որը տեղի է ունենում, միայն առաջին հայացքից կարող է մեզանից որևէ մեկի հետ առնչություն չունենա, միայն առաջին հայացքից, դա վերաբերվում է բոլորին, այդ թվում այն մարդկանց, ովքեր այդ հանցագործությունների մեջ են։ Կատարողների հետ ունեն սերտ հարաբերություններ։ Փաշինյան Նիկոլ, իսկ կարող է մի օր պարզվի, որ Հայաստանի Հանրապետությունում նույնիսկ իշխանափոխություն տեղի չի ունեցել։ Ոչ միայն հեղափոխություն տեղի չի ունեցել, նույնիսկ իշխանափոխություն տեղի չի ունեցել, հա, կարող է դա էլ պարզվի։ Որ դու մնացել էիր կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ նմանատիպ ոլորտների ընդամենը կուրատոր եւ բոլոր կարևորագույն որոշումները կայացվել են ոչ քո կողմից։ Կարող է դա էլ պարզվի մի օր, Փաշինյան Նիկոլ։ Ես կարծես թե համարյա համոզված եմ, որ Պաշտպանության նախարարության, գլխավոր շտաբի, ազգային անվտանգության ծառայության կադրային քաղաքականությունը, դիվանագիտական կորպուսում կադրային քաղաքականությունը որոշողը եղել ես ոչ դու։ Որ Վիկտորին Գերմանիայում դեսպան նշանակել ես ոչ դու։ Վիկտորը գիտեք ով էր, հարգելի բարեկամներ, մի ստահակ, որտեղ նայում էր Վիգեն Սարգսյանի վերաբերյալ ինչ-որ մի պոստ, դա նախկին պաշտպանության նախարարն էր։ Համարյա սեր էր խոստովանում Վիգեն Սարգսյանին, նշանակվել է Գերմանիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան։
Այդ անձնավորությունը դու ես նշանակել Փաշինյան Նիկոլ, կբացատրես ինչի համար։ Ես համարյա վստահ եմ, որ Վարուժան Ներսիսյանին Մեծ Բրիտանիայում դեսպան նշանակել ես ոչ դու։ Եվ գիտեմ, որ Միրանն էլ է վստահ։ Ես համարյա վստահ եմ, որ Օնիկ Գասպարյանին զինված ուժերի գեշտաբի պետ նշանակել ես ոչ դու։ Եվ գիտեմ, որ Միրանն էլ է վստահ, ասեմ ավելին, Ֆարմանյան Սամվելն էլ է վստահ։ Գիտեմ, որ դու էլ ես վստահ, Սամվել։ Ես գիտեմ, որ Արթուր Վանեցյանին, Արգիշտիկ Քյարամյանին, գիտեք ով է Արգիշտիկ Քյարամյանը, կուսակրոնությունը սրբության նման պահող, Կոտայքի թեմի առաջնորդի օքսիմորոն ստացվեց, զավակը, Վլադիմիր Գասպարյանի եղբոր, ասում եմ եղբոր, ընկերոջ որդին, ում հետ ունեցել են նաև Քավոր Սանիկային հարաբերություններ, Արգիշտիկ Քյարամյանին դու ես նշանակել ազգային անվտանգության ծառայության տնօրեն, թե Սերժ Սարգսյանը։ Միքայել Համբարձումյանին դու ես նշանակել ազգային անվտանգության ծառայության տնօրեն կամ տնօրենի պաշտոնակատար, ով մինչև հիմա դիֆերամներ է երգում Սերժ Սարգսյանի մասին։ Դիֆերամներ է երգում։ Իսկ Անդրանիկ Սիմոնյանին, ում թասիբն են պահում Սերժ Սարգսյանի օլիգարխիայի ներկայացուցիչների տղաները, դու ես նշանակել Փաշինյան Նիկոլ։ Այդ անձանց, ովքեր հարձակվել են Միրան Հակոբյանի վրա, ոչ դեմքերը տեսանք, ոչ ձերբակալվելը տեսանք, չտեսանք, թե ինչպես են տանում քաղմաս, մեկը մի հատ բան ասի, ձեռները ջարդելով կտանես կմտցնես քաղմաս, բայց չտեսանք ձերբակալելը, ազատ արձակելն էլ չտեսանք, գիտես ինչու Փաշինյան Նիկոլ և Փաշինյան Նիկոլի վստահելի, որովհետև ձերբակալողն էլ ազատ արձակողն էլ Փաշինյան Նիկոլը չի եղել։ Արման Բաբաջանյանը ասում է Մեծ Բրիտանիայի և Անգլիայի հատուկ ծառայությունների կուրացիայի ներքո մոտավորապես է մեջբերում Հայաստանի Հանրապետությունում հիմնվել է արտաքին հակահետախուզական է ասում, ապուշը արտաքին հակահետախուզական ծառայություն չի լինում, ինչքան ես գիտեմ, լինում է արտաքին հետախուզական ծառայություն և ասում է սա ինքնիշխանության նոր գագաթ է, որը մենք նվաճում ենք, որովհետև ամերիկացիներն ու բրիտանացիները օգնում են մեզ, սա էլ է հնչում որպես օքսիմորոն, բայց խելացի նորմալ մարդու համար, ուղեղ ունեցող մարդու համար, արտաքին ուժերի ազդեցության տակ հետախուզական ծառայություն հիմնելը և դա ներկայացնել է որպես ինքնիշխանություն, դա օքսիմորոն է։ Հիմա, հարգելի բարեկամներ, Փաշինյան Նիկոլեն ասում է, այդպիսի բան տեղի չի կարող ունենալ, ես եմ ստորագրել այդ որոշումը, Փաշինյան Նիկոլ, այո, կարող է բերել դեմ են տվել, ասել են տղա ջան, սա կստորագրես, բայց դու այդ ընթացքի հետ ունեցել ես կապ այնքանով, ինչքանով երևի ես։ Քրիստինե Գրիգորյանին Փաշինյան Նիկոլ, Գալուս Սահակյանի օգտական, թե խորհրդական նախկին քո որոշմամբ են նշանակել այդ ծառայության տնօրեն, դե բերել են, ասել են կնշանակես այստեղ։ Ու ես հիմա գիտեք, այսօր էլ ինչ օր է այսօր Հայաստանի պատմության մեջ, այսօր Փաշինյան Նիկոլը իր եկեղեցականների հետ գնալու է Էջմիածին։ Հանուն եկեղեցու գնալու է Էջմիածին։ Եվ ընդդիմադիրներն էլ հանուն եկեղեցու գնալու են պաշտպանելու կաթողիկոսին։ Դուք քրիստոնեությունը մերժում եք, բայց պաշտպանում եք եկեղեցու դեմ դուրս եկած եպիսկոպոսներին, բայց դա անում է եկեղեցու համար։ Դուք քրիստոնեությունը ի բնե մերժում եք, սա էլ վերաբերվում է ընդդիմադիրներին, այդ դաշնակ և մաշնակներին։ Դուք Քրիստոսի խոսքը ընդունում եք, Քրիստոսի ուսմունքը, վարդապետությունը, հաշտեք այդ ամենի հետ, դրա համար եք միլիարդները դիզել, այսինքն հաշտ ապրել եք, դրա համար այդքան գողոն ունեք, հա, հաշտ ապրել եք, դրա համար
այս աստիճան մերժում եք ճշմարտությունը, ճշմարտության մասին լռում եք, ջենտլմենական պայմանավորվածության եք եկել Նիկոլին իշխանության բերածների հետ, որ ինչ-որ թեմաների վերաբերյալ չխոսեք։ Նիկոլը ԿՊ-ի ներկայացուցիչն է, թեպետ էլի պիտի ասեմ, այդ կուսակցությունը փաստացի լուծարվել էր 17 թվականին, դուք էլ ջենտլմենական պայմանավորվածություն, այսինքն ջենտլմենական պայմանավորվողներ են, ՋՊ-ի ներկայացուցիչներն են։ ԿՊ-ն պայքարում է ՋՊ-ի դեմ։ Դուք քրիստոնեությունը հիմնովին մերժող կռապաշտներ, դուք ո՞նց կարող եք պաշտպանել քրիստոնեությունը կամ պաշտպանել եկեղեցին։ Դուք ընդամենը Արշակի ներկայացուցիչներն եք։ Արշակ այդ որ սրբազան է կոչվում։ Նրանք էլ Քարամյան Էլբեկի ներկայացուցիչներն են։ Այսօր էջմիածնում իրար դեմ են դուրս գալու Արշակի եւ Էլիբեկի ներկայացուցիչները։ Ոչ նրանք քրիստոնեության հետ բացարձակապես որևէ առնչություն չունեն։ Բացարձակապես։ Երկուսն էլ երկու կողմերի ներկայացուցիչներ էլ ջոչերին է վերաբերվում, մոլորված մարդկանց մասին չեմ խոսում։ Եվ այստեղ կան մոլորված մարդիկ, եւ այնտեղ կան, եւ այս կողմի ներկայացուցիչներն են ճիշտ բաներ ասում, եւ նրանք են ճիշտ բաներ ասում, բայց վերջին հաշվով Արշակի եւ Էլիբեկի ներկայացուցիչները այսօր դեմ հանդիման են դուրս գալու։ Քրիստոնեության հետ այդ երկուսն էլ որևէ առնչություն չունեն։ Եվ երկու խմբերի ներկայացուցիչներն էլ, հարգելի բարեկամներ, վնաս են տվել պետությանը եւ այս ժողովրդին։ Այն ինչ որ տեղի է ունեցել եւ տեղի է ունենում, այդ երկու խմբերի ներկայացուցիչների ակտիվ մասնակցությամբ է տեղի ունեցել, ասեմ ավելին, դաշնակ մասնակների մասնակցությունը բանից մի օր կպարզավի, որ եղել է ավելի սարսափելի եւ նրանք ավելի մեծ պատասխանատվություն ունեն, քան թե այդ ԿՊ դեպուտատներին օրինակ։ Մի օր կպարզվի դրա մասին, հարգելի բարեկամներ, որ Սարուխանյան Կարենները, Հայկ Սարգսյանները, այն Նարեկ Գրիգորյանները, չգիտեմ, եւ այլն, դրանց իրական մասնակցությունը ավելի նվազ է, քան թե սրանցը։ Կգա այդ օրը, հարգելի բարեկամներ, այդ օրը անպայման գալու է, թող այդ օրը բերի հայը։ Ես հուսով եմ այդ օրը կտեսնեմ, եւ դուք էլ կտեսնեք, թող այդ օրը բերի հայը, իսկ եթե ոչ, թող այդ օրը բերի օտարը։ Բայց այս սրբապղծությունը պիտի մի օր ավարտվի։ Հայաստանի Հանրապետությունում պիտի մի օր ինչ-որ բան փոխվի։ Եվ այնպիսի փոփոխություն պիտի լինի, որ դա կոչվի հեղափոխություն։ Որ այս երկիրը կեղեքած ստահակները պիտի կանգնեն դատարանի առաջ։ Որ դատախազը պիտի պապկայով կամ ներքին գործերի նախարարը պիտի պապկայով մտնի հանրային կամ պետական հեռուստաընկերություն ու ձեզ ներկայացնի արդեն օֆիցիալ պոզիցիայից այն ամենը դոկումենտներով, ինչ տեղի է ունեցել հայ ազգի հետ։ Պիտի փակվեն ելքերը Հայաստանի Հանրապետությունից անմիջապես, որ այդ ստահակները կանգնեն դատարանի առաջ։ Այդ կրիմինալ, ազգային անվտանգության ծառայության հետ, աշխատած, աշխատող, մարդկանց արյունը ծծած ստահակները կանգնեն արտարադատության առաջ։ Թող այդ օրը բերի հայը, եթե ոչ օտարը, ու թող օրհնվի այդ օրը։ Ես ձեր տիրոջ մերը